Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք վերաշխատանքները պոլիտիկայի մի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Մայիսի 8-ին մեկնարկելու է ԱԺ ընտրությունների նախընտրական պաշտոնական քարոզարշավը։ Օրաթերթի տեղեկությունների համաձայն այս պահին 19 քաղաքական ուժերը փորձում են հստակեցնել, թե որտեղից են մեկնարկելու եւ ինչ ձևաչափով։ Մենք տեղեկություններ ունենք, որ ընդդիմադիրները նպատակ ունեն նաև մեծ հանրահավաքով սկսել քարոզարշավը։ Իշխանությունները եւս պլան են գծում, թե ինչպես են սկսելու քարոզարշավը։ Իդեպ հստակ է, որ ԿՊԱ-ականներն էլի ավտոբուսներով են շրջելու տարբեր մարզերում, Նիկոլ Փաշինյանի սոցիալական էջով ուղիղ եթերի ֆորմատով։ Հիշեցնենք, որ մինչ քարոզարշավի մեկնարկն էլ Նիկոլ Փաշինյանն ու ԿՊԱ-ականները իրենց կոչած ուրախ ավտոբուսով շրջել են Հայաստանի տարբեր մարզերում, Երևանի տարբեր վարչական շրջաններում եւ քարոզարշավ իրականացրել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կառավարությունը միլիարդներ է ներդրել սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար, բայց չի հաշվարկել այդ տներում արդյոք մարդիկ ապրում են, թե ոչ։ Օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս 35 միլիարդ դրամ վարկերի եւ 6.8 միլիարդ դրամ բյուջետային աջակցության դիմաց պետությունը դեռ չգիտի սահմանին քանի մարդ է բնակեցվել։ Թվերը կան, բնակեցման արդյունքը ոչ։ 16 միլիոն դրամով կառուցված տներից քանիսն են բնակեցվել։ Խոսքը Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության այն ծրագրի մասին է, որի շրջանակում քաղաքացիներին տրամադրվում է մինչև 16 միլիոն դրամ աջակցություն սահմանամերձ բնակավայրերում բնակելի տուն կառուցելու համար։ Օրաթերթը հարցում էր ուղարկել կառավարություն, պահանջելով հստակ տվյալներ, քանի մարդ է դիմել, քանիստ են դարձել շահառու, որքան գումար է հատկացվել, որ մարզերում եւ որ բնակավայրերում են կառուցվել տներ եւ ամենակարևորը, այդ տներից քանիստ են բնակեցված։ Աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է, որ աջակցության ծրագրի մեկնարկից ի վեր ընդգրկվել է 2319 շահառու։ Նույն պատասխանում նշվում է, որ ծրագրի 2319 շահառուներից 2272-ն արդեն վարկավորվել են եւ առնվազն մեկ փուլ արդեն ստացել են, որոնց ընդհանուր առմամբ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվել է շուրջ 35 միլիարդ դրամ կառուցապատման վարկ, որի գծով ամսական մարումների ծրագրային մեկնարկից մինչ օրս պետական բյուջեից հատկացվել է շուրջ 6.8 միլիարդ դրամ, այսինքն պաշտոնական տվյալներով ծրագիրն արդեն անցել է խոշոր ֆինանսական շրջանառության փուլ։ Բանկային համակարգով տրամադրվել է շուրջ 35 միլիարդ դրամ կառուցապատման վարկ, իսկ պետական բյուջեից 6.8 միլիարդ դրամ մարումներ։ Այսինքն վերցված վարկի ամսական վճարումները քաղաքացիների փոխարեն վճարում է կառավարությունը։ Եթե թվերը բաժանենք վարկավորված 2272 շահառուների վրա, ապա կստացվի, որ մեկ շահառուի հաշվով կառուցապատման վարկի միջին չափը կազմել է մոտ 15.4 միլիոն դրամ։ Թվերը փոքր չեն, բայց այստեղ առաջանում է հիմնական հարցը. այս միլիարդների դիմաց պետությունը կոնկրետ ինչ արդյունք է ստացել, հենց այդ արդյունքի մասին ժողովուրդ օրաթերթը տեղեկություններ չի կարողացել ստանալ, բայց ես վստահեցնում եմ, որ այս ծրագիրը մյուս այլ ծրագրերի նման հիմնական շահառուները ֆինանսապես կայուն վիճակում գտնվող մարդիկ են, դուք գիտեք, բոլոր մարզերում էլ կան հազարավոր մարդիկ, ովքեր այո, իրենց պապեկան գյուղում ինչ որ տուն ունեն կամ հողամաս ունեն, հողակտոր ունեն, բայց վաղուց Երևանում են կամ այլ քաղաքներում ավելի հարմար աշխատանքի են եւ ըստ էության իմ ծանոթների շրջանակում էլ ոնց ես հասկացել եմ, այս ծրագրերից ավելի շատ օգտվել են մարդիկ, որոնք հիմնականում ապրում են Երևանում, ժողովրդական խոսքով ասած, իրենց հայրական գյուղերում դաչաներ են կառուցել, տներ, որի տոկոսա գումարը, տոկոսա ծախսը անելու է պետությունը իրենց փոխարեն։ Սա առաջին հայացքից իհարկե վատ ծրագիր չի, մենք սահմանային բնակավայրերում բնակության խնդիր ունենք եւ պիտի ամեն կերպ աջակցենք, բայց պետությունը փաստորեն չի մտածել մեխանիզմ, որ իրական շահառուները օգտվեն այս ծրագրից, մարդիկ, ովքեր ունեն բնակարանի տան խնդիր, միևնույն ժամանակ չունեն ֆինանսական այնպիսի միջոցներ, որ իրենց միջոցներով միանգամից կառուցեն այդ տները։ Այո, կլինեն նաև այդպիսի մարդիկ, ովքեր օգտվել են, բայց հիմնական մասը մարդիկ են, ովքեր ապահովված են այդ բնակարանի տան կարիքը չունեն, ուղղակի իրենց հայրական գյուղերում, այսպես կողք գցած տուն են կառուցում։ Սա պետական միջոցների
մսխում է եւ նման պետական միջոցների մսխման ծրագիրը նաեւ եկամտահարկի վերադարձի ծրագիրը իհարկե սկզբնական շրջանում այն ավելի այլանդակ տեսք ուներ վերջերս լրատվամիջոցներից մեկը ուսումնասիրություն էր արել որ ֆակտորը կարծեմ 2016-ից կամ 15-ից մեկնարկած այս ծրագիրը մի փոքր ավելի վաղ ներողություն թիվը կոնկրետ չեմ հիշում մեկնարկած ծրագրով օգտվել են մարդիկ ովքեր օրինակ ամսական ունեցել են 250 միլիոն դրամ եկամուտ բայց այդ եկամտահարկի վերադարձով գնել են 49-50 միլիոն դրամանոց բնակարաններ Երևանում հետո ծրագիրը որոշակի փոփոխվել է եւ անընդհատ բնակարաններ են գնել հիմա կարծեմ մեկ անգամ կարող ես օգտվել այդ ծրագրից Երևանում դադարեցվեց այդ ծրագիրը բայց պետության համար լուրջ ֆինանսական բեռ դարձավ եւ պետական միջոցները ըստ էության ծախսվեցին մարդկանց համար ովքեր ֆինանսապես ապահովված վիճակում էին եւ այդ մարդիկ ուղղակի պետական բյուջեի հաշվին հավելյալ կապիտալ կուտակեցին Հրապարակ թերթը գրում է հայտնի է որ քաղաքպայմանագրի նախընտրական մարզային շտաբների ղեկավարներ են նշանակվել մարզպետները որոշ տեղեկություններով ԿՊ շտաբը նրանց անսահմանափակ հնարավորություններ է տվել միայն թե կարողանան ձայն բերել իրենց ուժի համար օրինակ մարզպետները շտաբային աշխատանքի են ընդունում տասնյակ աշխատողների սեփական հայեցողությամբ եւ շատ բարձր աշխատավարձերով որpիսի այդ աշխատողները որոնք իրականում դասական տասովշիկներ են կարողանան իրենց համայնքներում մարդկանց այս կամ այն կերպ շահագրգռելով ընտրության տանել եւ ձայներ ապահովել իշխանությունների համար մեզ ասացին որ մարզային շտաբների աշխատողների քանակը կոնկրետ եւ սահմանափակ չէ ամեն ինչ կախված է տվյալ մարզի տեղանքի առանձնահատկություններից հանրային տրամադրություններից մարզպետներն ընդամենը հաստիկացուցակ են ուղարկում կենտրոնական շտաբի պետ Արայիկ Հարությունյանին, որը հաստատում է կամ խմբագրումներ է անում եւ ըստ այդմ համապատասխան ֆինանսավորում է տրամադրում շտաբերին։ Գիտեք, իշխանությունները ամեն օր ամենօրյա ռեժիմով խոսում են ընտրակաշառքների մասին, ընտրակաշառքը մեր անկախ պետության վատ գծերից մեկն է, այսպես սև գծերից մեկն է, որը մշտապես ներկա է եղել մեր ընտրական կյանքում, բայց հիմա իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք պայքարում են դրա դեմ եւ դեմն առնում են, բայց իրականում այն ինչ որ հիմա այս թերթում գրված է, հրապարակ օրաթերթը գրել է, եթե իրականություն է, իսկ ես հավատում եմ, որ իրականություն է, սա էլ է ընտրակաշառք, գիտեք։ Դուք կարող եք մարդկանց ուղիղ ընտրակաշառք չտալ, բայց հարյուրներով բարձր աշխատավարձով գրանցել ձեր շտաբերում որպես աշխատող։ Հաշվարկը պարզ է։ Դուք, ասենք, ենթադրենք վերցնում եք մի հոգու աշխատանքի, ով ունի ընտանիքում 4-5 չափահաս եւ հաշվարկը ստացվում է, որ դուք իրեն ամսական ենթադրենք վճարելով 200,000 դրամ ակնկալիք ունեք, որ այդ 5-6 ձայները ստանալու եք, առնվազն 5-6 ձայներ, եթե բարեկամներ ունի, ընկերներ ունի, փորձի ներգրավել նաև այլ մարդկանց։ Սա էլ ինչ որ իմաստով ընտրակաշառք է, որովհետև եթե իշխանությունները մտահոգվելու տեղ չունեն, եթե իրենք ժողովրդական սեր են վայելում, ինչու են անցել այս տասովշիկների հին համակարգին, որը արդեն իրականում հոգնեցրել էր մեզ որպես Հայաստանի քաղաքացիների։ 2016 թվականին ընտրական process-ները դիտարկելու համար մի խումբ մարդկանց հետ միասին եղել եմ Միացյալ Նահանգներում, այնտեղ եղել ենք եւ հանրապետականների եւ դեմոկրատների շտաբերում, այդ շտաբերն էլ էին բազմամարդ, բայց այդ շտաբերում մարդիկ կամավորներ էին, այսինքն աշխատավարձ չէին ստանում։ Ինչու, որովհետև աշխատավարձ եթե դու ստանում ես, էլ ինչ քաղաքական կամավորության մասին է խոսքը, դա ակնհայտ է, որ դու ֆինանսական ուզում ես այդ մարդուն շահագրգռել, որ ինքը քեզ համար աշխատի։ Եվ այո, սա էլ կարելի է համարել ընտրակաշառք, ես կհամարեի ընտրակաշառք, ես օրինակ կարգել էի, եթե իշխանություն լինեի, կարգել էի քաղաքական միավորներին, կոնկրետ շտաբային ինչ-որ աշխատողներ կան, որոնք կազմակերպչական աշխատանքներ են անում, այդ մարդկանց վարձատրելուց բացի այլ մարդկանց վարձատրել օրինական ճանապարհով։ Սա նաև խոսում է այն մասին, որ ճշմարտություն են այն տեղեկությունները, ըստ որոնք քաղաքացիական պայմանագրում անհանգստացած են, քաղաքացիական պայմանագրում արել են կրկին հարցումներ եւ այս ամիսների իրենց ջանքերը, իրենց հնարավորությունները 25%-ից այն կողմ չի անցկացրել։ Միևնույն ժամանակ քաղաքացիական պայմանագրում ստացել են տվյալներ արդեն այդ հարցումների, որ հավաքական ընդդիմությունը իրենցից շատ ավելի շատ ձայն ունի
եւ իրենք պարտվում են այս ընտրություններում։ Սրա համար է, որ իրենք փորձում են պառակտել ընդդիմությանը տարբեր մեթոդներ կիրառելով։ Սրա համար է, որ ասում են Գյումրի 2 թույլ չենք տալու, որովհետեւ այս պահին եղած պատկերը ցույց է տալիս, որ իրենք պարտվում են։ Իհարկե, սա չի կարող երաշխիք լինել կամ բացառել, որ իրենք կգնան ընտրակեղծիքների, կգնան ընտրական պատկերի խեղման, բայց դա էլ արդեն քաղաքական ուժերի անելիքների հարց է։ Հրապարակ թերթը գրում է. ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել։ Ցուցակի հետին հորիզոնականներում հայտնված գործող падգամավորները չեն կարողանում հաշտվել այն անարդարության հետ, որ տեղի ունեցավ ներկուսակցական ընտրությունների եւ ցուցակը կազմելու ժամանակ։ Կարծում են, որ ոմանք ծանոթ բարեկամ սկզբունքով խլեցին իրենց մանդատները, հատկապես Արայիկ Հարությունյանի հետ ասոցացվող անձինք են եղել շահողները։ Նրանցից մեկին Դավիթ Դանելյանին ԿՊ վարչությունը հեռացրեց ցուցակից ընտրողների իր օգտին ուղղորդելու համար։ Ասում են, որ 50-յակում հայտնված Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովանեսյանն էլ եղբոր վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովանեսյանի քարոզչությամբ էր իր տեղը դվաճել։ Եղբայրն էլ ցուցակում 65-րդն է։ ԿՊ-ականները նեղսրտած են, ինչու պետք է հիմա վիզ դնեն, որ Արայիկ Հարությունյանի մարդիկ падգամավոր դառնան։ ԿՊ-ականները կարող են այս խնդրին լուծում տալ եւ հիմա վիզ դնել, որ ընդդիմությունը հաղթի, այդ կերպ վրեժ խնդիր լինել Արայիկ Հարությունյանից։ Իրավունք թերթը գրում է. վերջին օրերին գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումներ են փնտրում ընդդիմադիր դաշտի լիդերներ, սակայն վերջինից մոտ կանգնած աղբյուրների համաձայն Օնիկը բոլորին դռան տեղն է ցույց տալիս ու մերժում է որևէ մեկի օգտին հանդես գալու առաջարկից։ Նա հատկապես չի ներում Քոչարյանին, ում Դաբրոյով Գաբրիելյանովը սկսեց բացել սև արկղը, ասում են վերջինիս մտերիմները։ Իհարկե բավական զվարճալի լուր է օրաթերթի կողմից գրված, ինչու, որովհետև Օնիկ Գասպարյանը հանրային զրո հեղինակություն ունի։ 2021-ի ընտրություններն էլ ցույց տվեցին, որ Օնիկ Գասպարյանը ով է, ում վրա կարող է ազդել, ում կարող է աջակցել, որ ընդդիմադիրներն էլ հերթ են կանգնել, որ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպեն, որ Օնիկ Գասպարյանը իրենց աջակցի, իրենք էլ երևի թե հաղթեն։ Ծիծաղելի լուր է իրականում։ Օնիկ Գասպարյանը ես վստահ եմ, որ հիմա իրենց տանեցիքին կոչ անի որևէ մեկին ընտրել, 25% աջակցություն կհավաքի։ Հրապարակ թերթը գրում է. ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին նախընտրական զտում է սկսվել ՆԳ եւ Պաշտպանության նախարարություններում, ովքեր թեկուզ հեռավոր բարեկամություն կամ մտերմություն ունեն ընդդիմադիր շրջանակների հետ, ազատվում են աշխատանքից, այլևս նպատակահարմար չեն գտնում համատեղ աշխատանքը բացատրությամբ։ Հետո չերեզներով տեղեկացնում են, որ ընդդիմության հետ կապի պատճառով են հեռացրել։ Ընդ որում զավեշտն այն է, որ որոշ մարդկանց ազատել են դիցուկ մի ընդդիմադիրի բարեկամի պատճառով, որի հետ տվյալ աշխատողը վերջին անգամ ասենք 3-4 տարի առաջ է հանդիպել։ Դուք գիտեք, որ իշխանությունները այս մեթոդը նոր չեն կիրառում, շատ արագ ազատվում են բոլոր նրանցից, ովքեր կարող են հավանական կապ ունենալ իրական ընդդիմադիր այս կամ այն գործչի հետ, բայց ես կարծում եմ սա ի վերջո իրենց դեմ է աշխատելու, որովհետև այդ մարդիկ համակարգում ծառայել են երկար տարիներ եւ այդպես հիմար մի հիմնավորման այդ մարդկանց աշխատանքից ազատելը առնվազն անհարգալից է իրենց նկատմամբ։ Հրապարակ թերթը գրում է. մայիսի 4-ին եւ 5-ին, ինչպես հայտնի է, Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայաստանի իշխանությունները Եվրամիության ղեկավարության հետ միասին խնդիր են դրել միջոցառումը վերածել հակառուսականության մարաթոնի, արդեն հայտնի է, որ Հայաստանը ժամանելու Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Մեր տեղեկություններով փնտրել պեղել են բազում հակառուսական քարոզիչների եւ բոլորին հրավերներ են ուղարկել, բայց Ադրբեջան եւ Թուրքիայի ղեկավարները, որոնց հետ Փաշինյանն իբրև արդեն խաղաղություն է հաստատել, ըստ լուրերի դեռ չեն հաստատել իրենց այցը եւ հավանական է, որ կմերժեն հրավերը։ Թեև չի բացառում, դա էլ չվնասելու միտումով է արվում։ Ընդդիմադիր շրջանակներն էլ չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել։ Եվրոպական պատվիրակության Հայաստանում գտնվելու օրերին զանգվածային ակցիաներ են ծրագրվում։ Իհարկե լավ է, որ ակցիաներ ծրագրվում են, եվրոպական պատվիրակության վրա դա որևէ ազդեցություն չի ունենա, ուղղակի կարելի է հետաքրքիր պատկեր ստանալ, որովհետև Եվրոպական միությունը, հավաքական արևմուտքը այս իշխանության քավորությունն է ստանձնել եւ դրա համար են գալիս այստեղ, իշխանությունն էլ որպես քաղաքական փալաս պատրաստ է Հայաստանի շահերի հաշվին
մի քանի օրով գոնե, հետագայում գուցե նաև երկարաժամկետ Հայաստան դարձել հակառուսականության կենտրոն։ Մենք իհարկե Եվրամիության բարեկամ երկրների հետ խնդիր չունենք, բայց Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինայի ոչ լեգիտիմ ժամկետնանց նախագահը, առաջիններից էր, ով շնորհավորել է Ադրբեջանին այսպես կոչված հաղթանակի կապակցությամբ, առաջիններից էր, որ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, վերջերս էլ նաև հանդիպել էր Ալիևի հետ եւ փորձում են ռազմական արդյունաբերություն հիմնել Ադրբեջանում ուկրաինացի մասնագետների միջոցով եւ դա էլ ի վերջո մեր դեմ է աշխատելու եւ Զելենսկուն ընդունելը նրա ոտքերի առաջ փալասի պես ծառայելը հատկապես անհասկանալի է այն իրավիճակի ֆոնին, երբ մենք տեսնում ենք, որ Բելարուսիայի նախագահ Լուկաշենկոյի վարկագծից հետո Հայաստանը դեմարշ արեց, հայտարարեց, որ Բելարուսիա չեն գնալու, այնտեղից հյուրեր չեն ընդունելու, դեսպանին հետ կանչեցին, ասելով, որ ինչպես կարող էր այս մարդը շնորհավորել Ալիևին գնալ Շուշի, հայտարարել, որ աջակցել են Ադրբեջանին, այո, Լուկաշենկոն գլուխը պատին տվեց նման բան ասեց, բայց մի այդպիսի գլուխը պատին տվող էլ Զելենսկին էր։ Եթե Լուկաշենկոյի հետ խնդիր ունեք, ինչու խնդիր չունեք Զելենսկու հետ։ Սա էլ հարց է։ Այսօր այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48